Գարեգին Նժդեհը հանդիպեց նացիստական կուսակցության ներկայացուցիչների հետ, առաջնորդվելով գերմանական գայլին կուշտ պահելու և հայ գառնուկին փրկելու քաղաքական սկզբունքով, նա վերջիներիս հետ պայմանավորվեց Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ պատերազմում օգտագործելու նպատակով։ Բերլինում եղած ժամանակ գերմանացիների միջնորդությամբ Նժդեհը հանդիպեց Դրոյին, նացիստների հետ համագործակցության ձևի և համատեղ գործելու խնդիրների շուրջ եղած հակասությունները հարթելու համար։ Սակայն թեկուզ այդ երկու հզոր անհատների միջև հաշտեցումը չկայացավ, այդուհանդերձ նրանք կարողացան իրենց ճարպիկ և հեռատես քաղաքականության շնորհիվ հայ ռազմագերիներին փրկել համակենտրոնացման ճամբարներում տիրող սովիտ իրաններից և անխուսափելի մահից։ Անդրադառնալով Գերմանիայի հետ Դրոյի ունեցած կապերին, Ավետիք Իսահակյանը գրում է. «Ես Դրոյին վաղուց եմ ճանաչել։ Մենք մոտ ընկերներ ենք եղել անցյալում։ Նա մեծ հայրենասեր է, խիզախ հեղափոխական, հերոսական գործեր է կատարել, բայց նրա մեծագույն ծառայությունը Հայաստանին ու հայ ժողովրդին եղավ հենց պատերազմի ընթացքում, երբ նա երևութապես գործակցում էր գերմանացիների։ Կռահելով նացիստների պարտությունը, նա գերմանական բանակի հետ գնացել էր Հյուսիսային Կովկաս և զգուշացրել Հայաստանի ժողովրդին որևէ ապստամբական շարժում չանել բոլշևիկյան տիրապետության դեմ, որը պիտի լիներ Հայաստանի մահը, ինչպես որ եղավ Ղրիմի, կալմիկների և չեչենների ինքնավար շրջանների հետ, որոնց ժողովուրդները սիրով դիմավորել էին գերմանական զորքերին։ Նույն դաժան ճակատագիրը վերապահված էր Հայաստանին, եթե չլիներ Դրոյի նախազգուշացումը»։ Ընդհանուր առմամբ Հայ ազգային խորհրդի կողմից հավաքագրվեց շուրջ 8-ից 9 հազար մարդ և ստեղծվեց հայկական լեգիոնի 10 գումարտակ։ Նրանց գերակշիռ մասը պատեհ առիթն օգտագործելով անցավ ռազմաճակատի գիծը և միացավ Կարմիր բանակի զորամասերին կամ պարտիզաններին։ Այդպես ստեղծվեց Ուկրաինայում գործող Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը։ Հետագայում, երբ գերմանացիները մնացած գումարտակները ուղարկեցին Ֆրանսիա, Հունաստան, Հոլանդիա, այստեղ ևս հայ լեգիոնականները միացան այդ երկրների պարտիզաններին, կազմակերպելով նույնիսկ առանձին գնդեր և ջոկատներ։ 1943 թվականի վերջերին Հայ ազգային խորհուրդը դադարեց գործել։ 1944 թվականի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա, որտեղ այդ ժամանակ ապրում էր Գարեգին Նժդեհը։ Հենց այդ ժամանակ էլ նա գրեց այս տողերը. «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարողություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները, մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ։ Այսօր կյանքին կապված եմ այն չափով միայն, ինչ չափով, որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»։ Մեկ ամիս անց 1944 թվականի հոկտեմբերի վերջերին խորհրդային բանակի հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվեց և տեղափոխվեց նախ Բուխարեստ, իսկ այնտեղից Մոսկվա։ Հանուն հայության ընդդեմ ԽՍՀՄ-ի։ Թերևս այս խորհրդավոր երկիմաստության մեջ փորձենք փնտրել մի պարզ ճշմարտություն, որի հիմքում եղել ու միշտ մնալու է ազգային մտածողությունը։ «1945 թվականի մայիսին Գերմանիայի դեմ հակաֆաշիստական կոալիցիայի տարած հաղթանակով չավարտվեց Երկրորդ աշխարհամարտը։ Դաշնակից պետությունների առաջ ծառացած էր նոր խնդիր՝ ջախջախի հարված հասցնել Ճապոնիային և դրանով եզրափակել 6 տարի շարունակվող համաշխարհային պատերազմը։ Հեռավոր Արևելքում խորհրդային բանակի հրամանատարությունը կենտրոնացրեց շուրջ 1,5 միլիոն զինվոր, ավելի քան 30,000 հրանոթ և տանկ, մոտ 4,000 ինքնաթիռ։ 1945 թվականի օգոստոսի 9-ին հարձակման անցնելով Կվանտունյան բանակի դեմ, խորհրդային զորքերը մեկ ամիս էլ քիչ ժամանակահատվածում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը։ Սեպտեմբերի 2-ին Ճապոնիան իրեն պարտված ճանաչեց և Տոկիոյում ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտ։
Այս պատերազմում եւս հայ ժողովրդի զավակներն աչքի ընկան իրենց սխրագործություններով եւ նվիրվածությամբ։ Անցնելով Մանջուրիայի եւ Մոնղոլիայի անծայրածիր տափաստաններով, մեծ հինգանի լեռներով նրանք փառքով հասան մինչև Սախալին եւ Կուրիլյան կղզիներ։ Հաղթական մարտերում իրենց զորավարական տաղանդով ու հերոսությամբ փայլատակեցին բազում գեներալներ, սպաներ ու շարքայիններ։ Որպես ռազմաօդային ուժերի գործողությունների պատասխանատու այստեղ էր գտնվում ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը, որը միաժամանակ ղեկավարում էր Անդրբայկալյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակը։ Խորհրդային զինուժի 215-րդ մոտորաձգային դիվիզիան Մանջուրիայի ճակատում մարտի էր տանում գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանը։ Երկրորդ հեռավոր արևելյան ռազմաճակատի հրետանու հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Միքայել Պարսեղովը, նույն ռազմաճակատի ռազմասանիտարական վարչության պետը գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուրնազյանը։ Այդ օրերին իրենց ռազմավարական ընդունակություններով առանձնացան 6-րդ գվարդիական տանկային բանակի ռազմական խորհրդի անդամ գեներալ-լեյտենանտ Հայկ Թումանյանը, Մերձծովյան բանակի հակաօդային պաշտպանության զորքերի շտաբի պետ գեներալ-մայոր Գևորգ Չայլախյանը, 10-րդ օդային բանակի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Գրիգոր Տոլմաջյանը եւ շատ ուրիշներ։ Հեռավոր արևելյան ճակատում ունեցած վաստակի համար բազում հայորդիներ արժանացան շքանշանների ու մեդալների։ Այսօր առանց վարանելու կարելի է արձանագրել, որ նաև հայ զինվորի անձնվիրության շնորհիվ հնարավոր եղավ իրականություն դարձնել Երկրորդ աշխարհամարտի հաղթական ելքը։ Այն աշխարհամարտի, որը ժողովուրդների պատմության մեջ ամենաարյունահեղն էր եւ կործանարարը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մարդկային ընդհանուր կորուստը կազմեց 54 միլիոն 800 հազար մարդ, որից 25 միլիոնը խորհրդային քաղաքացիներ եւ 7 միլիոն 800 հազարը չինացիներ։ Պատերազմում զոհվեց ավելի քան 15 միլիոն 600 հազար զինվորական։ Ռազմական ծախսերն ու պատերազմի վնասը կազմեց 4 տրիլիոն դոլար։ Հայ ժողովրդի պատմության մեջ մայիս ամիսն առանձնահատուկ խորհուրդ ունի։ Ճակատագրի կամոք ու նաև մեր ազգային ընդվզումների արդյունքում ծնված իրադարձությունների համատեքստում այն շատ հաճախ դարձել է հաղթանակների և ձեռքբերումների ամիս։ Թերթելով հայոց տարեգրության մայիսյան էջերը, մենք հանգում ենք մի պարզ ու ճշմարիտ հետևության, որն ազդարում է հետևյալը, որքանով էլ դժվար է եղել պահը, այդուհանդերձ նաիրյան ոգու պորտման շնորհիվ ժամանակ առ ժամանակ հաղթականորեն է փայլատակել հայոց զենքի փառքը, եւ դա շատ հաճախ եղել է հենց մայիս ամսում։ Ավարայրի մասին խոսելուց ասես գարունը բացվում է, եւ հայը լցվում է մայիսյան դրամատուրգությամբ, որովհետեւ հենց մայիսին էր, որ Տղմոտ գետի ափին հայոց այրուձին սպարապետը Վարդանի գլխավորությամբ դարձավ մեր հավատի պաշտպանության կրողը եւ սանձեց կրակապաշտության մուտքը Արարատյան երկիր։ Հետագայում Եղիշիի պատմության մեջ սերունդները կընթերցեն հետեւյալ տողերը։ Կողմերի բարձրացրած աղմուկն ու աղաղակը լսվում էր որպես խուռն ամպերի ճայթմունք։ Ձայների դղրդյունից շարժվում էին լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտների ու զրահների փայլը կտրում էր արեգակի ճառագայթների շողը։ Անհամար սրերի փայլատակումներից ու բազմազան նիզակների ճոճումից կարծես կրակ էր փայլում։ Ով կարող էր նկարագրել ահազդու ձայների այս մեծ տագնապը։ Իրար զարկվող վահանավորների թնդյունը եւ ճայթյունն աղեղած լարերի, որոնք առհասարակ խլացնում էին բոլորին։ Ոչ մի կողմը հաղթեց եւ մյուսը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմերն էլ պարտություն կրեցին։ 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում ըստ պատմիչների վկայության պարսկական բանակից սպանվեց 3544, իսկ հայերից 1036 մարդ։ Վարդանանց պատերազմի նշանակությունը հայերի համար բարոյական էր, իսկ դա խորհրդանշում էր ոգու կենդանություն եւ հավերժության հանդեպ հավատ։ Ուղիղ 1467 տարի հետո եկավ հաջորդ մայիսը, որը պիտի հայտնի դառնար մի այլ դյուցազնամարտով։ Այն Ավարայրի շարունակությունն էր, սակայն սարդարապատանավամբ։
Անդրադառնալով իրավիճակագրական այդ իրադարձությանը, պատմաբանները տարիներ հետո կարձանագրեն. Վերջնական բնաջնջման եզրին կանգնած հայությունը ոչ միայն հերոսաբար դիմադրեց, այլև շանթողերը բազուկն միջեցրեց ասկերի սեխագլխին, նրա մատնելով փախոստի։ Հայ զենքը ցնծում էր, թուրքերն առաջարկում էին հաշտություն։ Եթե ավարայրը Պարսից արքունիքին միայն համոզել էր, որ հայ ժողովուրդն իր ազատությունն ու ազգային ինքնությունը պաշտպանելու համար պատրաստ է մինչև վերջ կռվելու, ապա Սարդարապետը կատարեց նաև հաջորդ ու հաջող քայլը, ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է հաղթել անցյալ հաղթանակներով հղբացած անհամեմատ մեծաքանակ թշնամուն։ Սարդարապետն էր, որ հայությանը փրկեց վերահաս վերջնական բնաջնջումից եւ դարձավ նրա վերածնության նախաշեմը։ Բագրատ Ուլուբաբյան 1918 մայիս 6 դարերի խավարի վրա հառնեց եռագույնը, խորհրդանշելով հայկական պետականության վերածնունդը։ 20-րդ դարի վերջ ժամանակների խորքից եկող հայոց ազատամարտի նորօրյական շով վերստին հնչեց հաղթանակի երգը։ Այս անգամ արդեն հինավուրց Շուշիի պարիսպների վրա եւ դարձյալ մայիսին։ Ավարայրից ու Սարդարապետից եկող ավանդույթներին ավելացավ մի հերոսամարտ եւս, ու մեր ընկալումների հորիզոնում գարունը դարձավ ավելի ամբողջական։ 1992 թվականի մայիսյան հաղթանակը միացման իր գաղափարով դարձավ պատմական իրադարձություն։ Հանձին հայության անօրինակ ինքնազոհողության մեր ժողովրդի մեջ վերընձյուղվեց զենքի ուժի հանդեպ կորսված հավատը։ Վերահաստատվեց մի պարզ ճշմարտություն. եթե ցանկանում ես օգտվել այլոց հարգանքից ու պատկառանքից, տիրապետիր քեզ պաշտպանելու քո անվտանգության երաշխիքների ապահովման արվեստին, քանի որ աշխարհը հաղթողին երբեք չի դատում։ Եվ մենք սկսեցինք հավատալ բոլոր այն մայիսներին, որոնք հաղթանակը բերելուց առաջ մեր հոգիներում կարողացել են վառել միասնության գարունը։